Հարվածում է կաթողիկոսին, ինքը փորձում է մեր հոգևոր ժառանգությունը ապամոնտաժել, ինքը վերջի հարվածն է հասցնում մեր պետականության կազմաքանդման, այսինքն Նիկոլն ուզում է, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս գոյություն չունենա։ Եթե հանկարծ Նիկոլը որոշի Ֆրանսիայի հրապարակը, Հանրապետության հրապարակը, չգիտեմ, փորձի վերածել վեհարանը նման ինչ-որ հարթակի, ես իմ երեխայի հետ իրեն կդիմավորեմ վեհարանում Սուրբ Մայր Աթոռում եւ կոչ կանեմ մյուս մեր հավատացյալ մայրերին, քույրերին իրենց երեխաների հետ միանան այս պայքարին։ Եվ մենք թույլ չենք տալու, որ այլևս հայի այրուն թափվի Հայաստանում։ Մենք անկախ ամեն ինչից իրենք վավաշոտ կերպով ցանկանում են ամեն կերպ հայի այրուն թափել, որպեսզի հաճոյանան իրենց տերերին։ Մենք ճիշտ հակառակը, մենք դեմ ենք այրուն թափելուն, որովհետև մենք արդեն շատ այրուն ենք թափել։ Եվ այդ այրունը, մեր սուրբ թափած այրունը, իրենց նմանները ասել են, որ հանուն ոչնչի է թափվել։ Ամենաշատ կամպրոմանտը հայ ժողովուրդը ունի Նիկոլ Փաշինյանի վրա, սկսած իր ընտանիքից։ Եթե որևիցե մեկին DNT-ի անալիզի թեմա է շրջանառում, խնդրեմ առաջի հերթին ինքը նախ շատ փոքր է, եւ երկրորդ թող իր DNT-ի անալիզը հանձնի հասկանանք ինքը վերջի վերջո հայ է, որովհետեւ ես շատ կասկածում եմ, որ ինքը հայ է։ Իրենք չեն հասկացել այդ պահի լրջությունը Արցախի պայքարի ժամանակ, իրենք չեն հասկացել պահի լրջությունը 20 թվին, նոյեմբերի 9-ին չհասկացան պահի լրջությունը, նոյեմբերի 9-ից հետո եկավ 23 թիվ սեպտեմբեր չհասկացան, ել չեմ ասում այն շրջանում, որ մեր արցախահայությունը սովի մեջ էր, բլոկադայի տակ էր, այդ ժամանակ չհասկացան։ Միթե կարելի է նման մարդկանց մասին խոսել։